Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մայրենիից անցնում ենք նոր թեմա, ընտանիք թեման։ Երեխաների հետ միասին հիշում ենք, թե ովքեր են ապրում ընտանիքում։ Ընտանիք, ընդհանուր տանիք, նույն կտուրի տակ, նույն տանը ապրող մարդիկ են, ովքեր են։ Երեխաները նշում են հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը, քույրիկը, եղբայրը։ Կարող է լինել նաև մեծ ընտանիք, որտեղ ապրում են հորեղբայրը իր ընտանիքով, հորաքույրը եւ այլն։ Այս բոլորը երեխաները շատ լավ գիտեն եւ սկսում ենք հարցեր տալ, թե ընտանիքում ով ինչով է զբաղված։ Մայրիկը հոգում է բոլորի հոգսերը, հայրիկը աշխատանքի է գնում, տատիկը խնամում է հոգ է տանում թորնիկների մասին, պապիկը օգնում է հայրիկին եւ ընտանիքի մյուս գործերն է առաջ տանում։ Այսպիսով երեխաները խոսում են իրենց ընտանիքում յուրաքանչյուրի կատարած աշխատանքի մասին։ Ում եմ ամենից շատ սիրում։ Հեղինակը Մարո Աբրահամյան Թաթիկյանն է։ Երբ երեխաներին հարցնում ենք, ձեզ երբևէ հարց տվել են, ում եք ամենից շատ սիրում, բոլորն ասում են, այո, մեզ միշտ դա են հարցնում։ Երբ ասում ենք, իսկ դուք ինչ եք պատասխանում, արդեն երեխաների մեծամասնությունը գիտեն, որ պիտի ասեն, բոլորին էլ սիրում ենք։ Հիմա տեսնենք, մեր դասի հերոսը ում էր ամենից շատ սիրում։ Մի օր Վահրամն ասաց, այստեղ ուշադրություն ենք դարձնում, որ նն ու ան միասին կաշտան երեխաները։ Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են, ամենից շատ ում ես սիրում։ Ես ամենից շատ մայրիկիս եմ սիրում։ Ես ամենից շատ հայրիկիս եմ սիրում։ Ես ամենից շատ քույրիկիս եմ սիրում։ Ես ամենից շատ տատիկիս ու պապիկիս եմ սիրում։ Այդպիսի հարցեր ինձ մի տվեք։ Ես ամենից շատ ամենքին եմ սիրում։ Ովքեր են Վահրամի ընտանիքի անդամները, թվում են հայրիկը, մայրիկը, տատիկը, պապիկը եւ քույրիկը։ Ում է ամենից շատ սիրում Վահրամը։ Վահրամը ամենքին է սիրում, բոլորին է սիրում։ Դու համաձայն ես Վահրամի հետ։ Երեխաների մեծամասնությունը պատասխանում են այո։ Երբ ասում ենք ինչու, օրինակ իմ աշակերտներից մեկը ասաց. ես շատ եմ ուզում, որ բոլորը իրար սիրեն հավասարապես։ Լավ կլինի, որ ծնողներից որևէ մեկը քրոջը ավելի շատ սիրի, քան եղբորը, կամ հակառակը եղբորը ավելի շատ սիրի, քան քրոջը։ Այսինքն երեխան հասկանում է, որ բոլորին պետք է սիրել, քանի որ ընտանիքում բոլորը մեկը մյուսի հարազատն են եւ մեկը մյուսի մասին հոգ պիտի տանեն, խնամեն, օգնեն իրար։ Անցնում ենք առաջադրանքներին։ Առաջադրանք 1. Կարտա եւ սովորիր։ Բառի սկզբում ե տառը կարտացվում է ե։ Միայն եմ, ես, ենք, եք, են բառերում է, որ բառասկզբի են կարտացվում է։ Բացառություն կազմող բառերն են ներկա ժամանակի օժանդակ բառերը։ Օրինակ, խոսում եմ, խոսում ես, խոսում ենք, խոսում եք, խոսում են եւ այլն։ Առաջադրանք 2-ը արտագրում ենք լրացնելով բաց թողնված տառերը։ Տեսնում եմ։ Բացառություն կազմող բառն է, ասում ենք է, գրում ենք է։ Լսում ենք, կաշտում ենք է, գրում ենք է։ Խոսում է, լսվում է, գրվում։ Վազում ես, լսվում է, գրվում է է։ Երրորդ առաջադրանքը նորից պետք է պատմություն հորինեն։ Արշավի մասին կարող են խոսել, վրան կապելու մասին, ընտանիքի անդամների մասին, թե յուրաքանչյուրը ինչով է զբաղված։ Կարելի է երեխաներին հնարավորինս շատ խոսեցնել եւ նոր բառապաշարի բառեր ավելացնել։ Վերջում կաշտում ենք առածը։ Աշխարհում ամեն բան կճարվի, բացի հորից ու մորից։ Ճարել նշանակում է հայթայթել, ձեռք բերել, գտնել։ Ուրեմն ամեն բան հնարավոր է որ ճարես, բացի հորից ու մորից, որովհետև հայրը եւ մայրը միակն են եւ անկրկնելին։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։